Վիլյամ Սարոյան, անունս Արամ է, 50 յարդ վազքը։ Մի անգամ Նյու Յորքից նամակ ստացա, որից հետո որոշեցի, որ մեր կողմերի ամենազորեղ մարդն եմ դառնալու։ Նամակը Լայոնել Սթրոնգֆորդ անունով ընկերոջից էր։ Ես Արգոսի հանրամատչելի գրական հանդեսից մի կտրոն էի կտրել, ստորագրել, ծրարը դրել ու նրան ուղարկել։ Իսկույն պատասխանել էր համարյա անթաքույց հրճվանքի հասնող խանդավառությամբ։ Դու գրել ես, անկասկած արտակարգ խելքի տեր, ականավոր դառնալու նախադրյալներով մարդ ես, ի տարբերություն աշխարհ լցրած միջակայությունների, որոնք թող թույլ տրվի ասել, կյանքից կտրված դատարկ երազողներ են, ու մարդիկ դեռ անունդ կլսեն։ Իմ մասին ունեցած նրա կարծիքն իմ սեփականից քիչ էր տարբերվում, բայց մեկ է, հաճելի էր այսքան խանդավառ համախոհ ունենալը, էն էլ Նյու Յորքից, էն էլ երբ համախոհդ աշխարհի ամենահզոր կրծքավանդակն ունեցող մեկն էր։ Նամակի հետ պարոն Սթրոքֆորդի լուսանկարները կային։ Կիսամերկ վրան ընծայրուցի մորթի գցած։ Այս աժդահայի ասելով ժամանակին փոքրամարմին ու տկար էր եղել։ Հիմա ոտքից գլուխ այնպիսի պիրկ մկաններ ուներ, որ երկտեղ Ֆորդը հեշտ ու հանգիստ կբարձրացներ ու շուռ կտար։ Այսպիսի մարդու ընկեր լինելը մեծ պատիվ էր։ Մի խնդիր կար, փող չունեի։ Չեմ հիշում, թե մեր ծանոթության առաջին օրերից խոսքն ինչ գումարի մասին էր, մենակ գիտեմ, որ ինձ աստղաբաշխական թվաց։ Շատ էի ուզում պարոն Սթրոնգֆորդին ջերմ խոսքերի համար շնորհակալություն հայտնել, միայն թե ոչ մի կերպ փող չունենալուս մասին գրելու այն բառերը չէի գտնում, որ ինձ էլ մի զարկով դատարկ երազող միջակայություն չդարձնեին։ Այսպես ամեն օր վաղվան թողնելով, շուրջս տակնուր անելով, որ մեր ընկերությանը չսպառնացող ու ինձ նվաստ միջակայության չվերածող բառեր գտնեմ, հոգսս հորեղբայր Քիքոյին պատմեցի, որ այն օրերին արևելյան փիլիսոփայությամբ էր տարվել։ Տարօրինակ փափագից վրա զարմացավ, բայց գոհ մնաց։ Ըստ յոգայի ասած, մեծության գաղտնիքը բոլորից ներսում եղած խորհրդավոր կենսական ուժերին ազատություն տալու մեջ է։ Այս ուժը, ասաց անգլերեն, որին սիրում էր դիմել ինձ հետ խոսելիս ու ձայնավորները ձգելով, Աստծուց է գալիս։ Այո, Արամ, ասաց, հրաշալի ուժ է։ Պատասխանեցի, որ մինչև պարոն Սթրոնգֆորդին փող չուղարկեմ, ուզածս զորեղ մարդը չեմ կարենա դառնալ։ Փողը, ասաց արհամարանքով, քեզ ասեմ, Արամ, փուչ բան է, Աստծուն չես կաշառի։